Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 36 անգամ։ Այդ ընթացքում տարբեր տրամաչափի ռազմական զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել ավելի քան 430 կրակոց, այդ թվում 52 կրակոց դիպուկահար հրացաններից։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։ Այսօր ժամը 9:30-ի սահմաններում պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու վիրավորում է ստացել զինծառայող 1997 թվականին ծնված Վահան Վահեի Միքայելյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայեկիցներին։ Աշխատանքային օրվա համար անսովոր մարդաշատ է Շուշիի Ղազանչեցոտ Սուրբ Ամենափրկիչը։ Հայկական երկու հանրապետություններից եւ Սփյուռքից ժամանած տասնյակ հյուրերին Պարքև arczepiskopos Մարտիրոսյանն է ողջունել։ Ղազանչեցոտ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Արցախի թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ հոգեհանգստի կարգ է կատարվել ի հիշատակ հայ նահատակների։ Այսօր էլ հանուն հայրենիքի զինվորներ են նահատակում։ Բոլորի համար է աղոթում Արցախի թեմի առաջնորդը։ Եթե մի հատիկ ծորենը ընկնի հողի վրա, եթե չմեռնի, ինքը իր համար կա, բայց եթե ծորեն ընկնի հողի վրա, մեռնի, բազում հասկ կտա, այդպես էլ մեր նահատակները, իրենց արյամբ քաղցրացնում են մեր հողը, կապ են ստեղծում երկրի և երկնքի միջև, որոնք դառնում են մեր երկնային վահանները։ Իսկ եկեղեցու բակում արդեն խաչքարն է տեղադրված ի հիշատակ ամենայն սրբոց եւ նահատակած հայոց։ Բացումը Շուշիի քաղաքապետ Արծվիկ Մինասյանը եւ բարերարներից Ալեքսանդր Խզվաչյանն են կատարում։ Ջերմակ շղարշից ազատվում է տուփակերտ խաչքարը հայաշունչ բոլորազարդերով եւ հավերժության նշանով, իսկ հիմքում Միացյալ Հայաստանի գաղափարն է։ Խաչի օծումը կատարվել է Պարքև arczepiskopos Մարտիրոսյանի ձեռամբ եւ թեմի հոգեվորականների մասնակցությամբ։ Խաչքարը կանգնեցվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ մի շարք բարձրաստիճան զինվորականների, ինչպես նաև Ռուսաստանաբնակ Ալեքսանդր Խզվաչյանի բարերարությամբ։ Արցախի թեմի առաջնորդը բնական է համարում, որ հայ զինվորականը խաչքար է կանգնեցնում։ Մեր զինվորը հավատքով է միշտ պայքարել, եւ այդ հավատքի խորհրդանիշը մեր խաչքարն է, հայոց հավատքի զարդն է, որ խորհրդանշում է Քրիստոսին, չէ՞ որ Քրիստոսի նշանը խաչն է, խաչքարն էլ հենց դա է։ Խաչքար կանգնեցնելու նախաձեռնության հեղինակը գնդապետ Վահան Արսենյանն է։ Ավելի վաղ նրա նախաձեռնությամբ 1.5 տասնյակից ավել խաչքարեր են կանգնեցվել նաև Հայաստանում եւ տարբեր երկրներում։ Այս տարի սա իմ երկրորդ խաչքարն էր, որ ես տեղադրել եմ։ Ապրիլի 29-ին Գերմանիայի Քել քաղաքում տեղադրեցինք խաչքարի հիշատակ ամենայն սրբոց եւ նահատակած հայոց։ Խաչքար եմ կանգնեցրել Քեսապում, Դերզորում, դժբախտաբար Սիրիայի այս դեպքերի ժամանակ ավիրվեցին, ջարդվեցին խաչքարերը, խաչքար եմ տեղադրել Կալինինգրադում, 2 խաչքար Լեհաստանում, խաչքար եմ տեղադրել այո Գերմանիայում, 2 խաչքար Հայաստանում, հիմա Շուշիում։ Գիտեք, ես փորձել եմ խաչքարի լեզվով համայն մարդկությանը մեկ անգամ եւս փորձել հայացք ուղղել դեպի մեր սրբությունները, մեր հավատը, մեր եկեղեցին եւ մեր ժողովուրդը։ Նախաձեռնության հեղինակն ու աջակիցները Արցախի թեմի երախտագրերին արժանացան։ Շնորհակալության արժանացավ քանդակագործը Սմբատ Սուքիասյանը։ Տոնական տրամադրությունն էլ զինվորական երգչախումն է ապահովել։ Սա ամենայն հավանականությամբ Արցախում գնդապետ Արսենյանի վերջին նախաձեռնությունը չի լինի։ Հաջորդ խաչքարը նախատեսում են Հադրութում տեղադրել։ Նորայր Հովսեփյան, Բենյամին Ղարախանյան, օր 22 մարզիկ 11 մենամարտ Վալեքս Գարդեն հյուրանոցային համալիրն ընդունեց Հայաստանից ժամանած մարզիկներին։ Օգոստոսի 2-ին մարզիկների կշռման եւ ասուլիսի օրն էր։ Նախորդ հակառակորդի հետ ծանոթանալու հնարավորություն էր տրվում։ Մարզիկներն անհամբերությամբ սպասում էին հաջորդ օրվան։ Վերջի մի քանի օրում կուտակած էներգիայի սպառման պահանջ կար։ 10 մարզիկ մասնակցում են Արցախի մարտարվեստների ասոցիացիայից, որից մնացած մարզիկներ ներկայացնում են Հայաստանը տարբեր ակումբներ։ Պետրոսյան Դոջո MMA Fight Club կազմակերպությունը, Հայաստանի խաղաղ մենամարտերի ֆեդերացիան, Լիոնս ակումբը, Վարդենիսի Բուդոյան եղբայրեր մարզական ասոցիացիան, այդ կազմակերպությունները աշխատում են համագործակցում են Արցախի մարտարվեստների ասոցիացիայի հետ։
Հայաստանից խառը մենամարտերի ֆեդերացիայի նախագահը փոխհամագործակցության եւ միասնական աշխատանքի արդյունքների մասին դրական է արտահայտվում։ Մարզիկների պատրաստվածությունն ակնհայտ է, Եվրոպայի ու աշխարհի մեդալակիրներ ու չեմպիոններ ունենք։ Մրցաշարերն էլ նպաստում են մարզիկների կայացմանը։ Ղարաբաղի մարտարվեստների ասոցիացիայի հետ կապը շուտվանից կա, արդեն մի քանի տարի եղել են մրցաշարեր Ղարաբաղում, Արցախում անցած տարի նույնպես եւ անցել է նորից շատ բարձր մակարդակով պրոֆեսիոնալ մենամարտեր, որակը գնալով Արցախի մարզիկների որակը ասեմ որ բարձրանում է ի շնորհիվ այսպիսի կազմակերպված մրցաշարերի, որտեղ ամենակարևորը սպորտսմենների համար դա հենց փորձն է։ Արցախում մի քանի տարի առաջ մարտեր առանց կանոնների մարզաձևը զարգացման նախադրյալներ չուներ։ Մի քանի տարվա ընթացքում, սակայն, իրավիճակը փոխվել է։ Այս տարի Արցախից մարզիկներ են մեկնելու Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Երեք կայացած թայլանդական բռնցքամարտն ու MMA խառը էլ անտարբեր չեն թողել արցախցի հանդիսատեսին։ Մրցաշարին ներկա էր երկրի նախագահ Բակո Սահակյանը ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ։ Կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը նշում է, որ այս մարզաձևը ֆիզիկապես ամուր պատանիներ ու երիտասարդներ է պատրաստում։ Պատերազմող երկրի համար դա կարևոր ձեռքբերում է։ Ավելի շատ արդեն պատանիներ են սկսում զբաղվել սպորտի այս ձևերով։ Հասկանալի է, որ մենք պատերազմող երկիր ենք եւ նաեւ լինում են պահեր, երբ արդեն բազկի ուժն է դեր խաղում եւ իհարկե նման մրցումները հենց նպաստում են դրան, որ մեր պատանիները ֆիզիկապես լինեն առողջ եւ ցանկացած պահի կարողանան ոչ միայն իրենց պաշտպանել, այլ նաեւ հակառակորդին տալ համապատասխան հարվածներ։ Պայքարը դժվարին էր ու անզիջում, մարզիկները լավ պատրաստվածությունը ցուցադրեցին ռինգում, հաղթանակը ոչ մեկին հեշտ չտրվեց։ Վասակ Բարսեղյանը ռինգ մտնելուն պես ամեն ինչ տանում էր նոկաուտի, հակառակորդին հասցնելով ծանր հարվածներ։ Ֆիզիկական պատրաստվածության հետ հոգեկան ամրությունն է հաղթանակում, ինչպես խոստովանում է ինքը, մի պահ ուզում էր հանձնվել, սակայն դիմացավ ու հաղթեց։ Դեռ 2 տարի է, որ ես պարապում եմ MMA մարտարվեստների ասոցիացիայում Գայեգին Աղաբալյանի մոտ եւ ես այս մրցմանը շատ պատրաստվել եմ եւ միջև այս մրցումները մասնակցել եմ Հայաստանի առաջնությանը եւ գրավել եմ առաջին տեղը։ Ինքը ուզում է ինձ խեղդող հնարքով հաղթել, սակայն ես այս ժամանակ ուզում եմ հանձնել, բայց ես դիմացա։ Արման Գալստյանը սեպտեմբերում Եվրոպա է մեկնելու։ Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը պետք է զգույշ պատրաստվի։ Վնասվածքով անիմաստ է եվրոպական ստուգատեսին մեկնել։ 3 մենամարտը հաջողությամբ է պսակել միավորների առավելությամբ հաղթելով հակառակորդին։ Այսօր անց եմ գացել 1 մենամարտ, հաղթել եմ եւ հաղթել եմ ես միավորների առավելությամբ։ Սեպտեմբերում ունեմ Եվրոպայի առաջնություն, եթե առանց վնասվածքի կարողանամ պատրաստվել այդ առաջնության կմասնակցեմ Եվրոպայի առաջնության։ Real Fight միջազգային կազմակերպության ու Արցախի մարտարվեստների միության համատեղ ծրագրերը շարունակական են լինելու։ Վերջին մի քանի տարում ունեցած հաջողություններն ակնհայտ են, մարզաձևի սիրահարներն էլ օրեցօր շատանում են։ Հարություն Մկրտչյան, Մերուժան Հայրապետյան, օր։ Կաշվե գնդակ ֆուտբոլային մրցաշարին մասնակցում է 20 թիմ Ստեփանակերտից, դրանից 12-ը միջին տարիքային խմբի պատանիներն են 14-ից 15 տարեկան։ Կրտսեր խմբում ընդգրկված են 11-ից 12 տարեկան տղաները, նրանք մրցաշարին ներկայանում են 8 թիմով, եղանակային պայմաններից ելնելով միջին տարիքային խմբում խաղերը մեկնարկում են ժամը 5-ին, երբ օդի ջերմաստիճանը համեմատաբար սկսում է նվազել, իսկ կրտսեր խմբի թիմերը խաղում են առավոտյան։ Փոքրիկները, որոնք կազմում են այսօրվա դրությամբ 8 թիմ, բաժանվել են 2 ենթախմբի ու ենթախմբերում շրջանաձև եղանակով պայքարելու են իրանց հետ մինչև առաջի երկրորդ տեղերը բարձելու համար։ Ենթախմբերից առաջի տեղը առաջի ենթախմբից կպայքարի երկրորդ ենթախմբի երկրորդ տեղի համար կիսաեզրափակիչում եւ հակառակը եւ հաղթողները կմրցեն եզրափակիչում, իսկ պարտվողները կպայքարեն երրորդ տեղերի համար։ Իսկ ինչ մնում է մեծահասակներին 2-3 թվականների համար, այստեղ 12 թիմեր նույնպես բաշխվել են 2 ենթախումբ, ամեն ենթախմբում 6 թիմեր են
նույն ձևի կպայքարեն եւ մեծահասակները։ Կաշվե գնդակ քաղաքային ֆուտբոլային մրցաշարը կազմակերպել են Ստեփանակերտի քաղաքապետարանը, Կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունն ու ոստիկանության, Ստեփանակերտի քաղաքային վարչությունը։ Մարզական միջոցառումն անցկացվում է ամեն տարի ամառային արձակուրդներին։ Այսպես կազմակերպիչները փորձում են դպրոցականների ակտիվ հանգիստը կազմակերպել։ Ամեն անգամ 1 տարով փոքր տարիքային խմբեր են մասնակցում Կաշվե գնդակին։ Որպեսզի երեխաները իրենց ամառային արձակուրդները անցկացնեն ավելի հետաքրքիր, իհարկե ֆուտբոլի մասսայականացման համար է կազմակերպվել, որպես մեր հանրապետություն ֆուտբոլը ավելի մասսայականություն ստանա։ Երկրորդ հերթին տեսնում եք ինչքան երեխաներ է հավաքվել, ինչքան մարդիկ են շահագրգռված այս միջոցառմանը։ Կաշվե գնդակ քաղաքային ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլը նախատեսվում է օգոստոսի 11-ին։ Կազմակերպիչները վստահ են, նաև բակային ֆուտբոլում են բացահայտում այն մարզիկներին, ովքեր հետո փայլում են մեծ ֆուտբոլում։ Նարեկ Սահակյան, Աշոտ Գասպարյան, օր